քահանաներին տարել էին ժամերով։ Դուք հարց տվել եք արդեն դուք հարց տվել եք ես ժողովուրդ ջան ես նոր հարցի կպատասխանեմ, եթե նոր մարդ կա տվող, եթե չէ, ես բոլորից ցանկանում եմ լավ օր, որովհետև ինձ որոնք մնում են, օրինակ դուք ասում եք այստեղ բազմաթիվ մարդիկ հավաքվել են իրենց աջակցությունը եւ նշում են, որ համայնքը զորավոր է, բայց երբ նույն համայնքը օրինակ Սյունիքում սենց անենք, դուք էլ եք հարց տվել, եկեք սենց անենք, 3 վերջին հարց, 3 հարց, եթե կան նոր հարց տվողներ, իմ հարցը, եթե չկա, ես հարցնում եմ, ասում եմ, որ համայնքը զորավոր է, դուք էլ նշում եք, որ բազմաթիվ քաղաքացիներ, հա, բայց նույն տրամաբանության երբ նույն համայնքը զորավոր էր Սյունիքում, հիշում եք ինչ ձև Սյունյաց ողջույն էին ասում, Նիկոլ Փաշինյանի դիմավորում էին, ամբողջ համակարգ իրավապահների ջարդելով, փշելով այդ մարդկանց բերման ենթարկեցին, այդ ժամանակ եւ այսօր այս համեմատականները ձեզ համար ո՞նց արին, որ մի դեպքում համայնքը զորավոր չէ, այս դեպքում զորավոր է։ Եվ լրացում որպես այդպեսին, որ ասում եք այստեղ հավաքվում են, հենց այս պահին Մայրաթոռում հազարավոր քաղաքացիներ հավաքվում են ի աջակցություն Մայրաթոռի հոգեվորականների։ Երկուսին խնդրեմ կարճ։ 2 հարց եղավ, կպատասխանեմ առաջին հարցին։ Սյունիքի դեպքերը ես շատ լավ հիշում եմ, ես ազգային ժողովի պատգամավոր էի այդ ժամանակ։ Սյունիքի դեպքերը որոշ սրիկաների կողմից կազմակերպված դեպքեր եւ այդ կազմակերպված սադրանքը պարզ դարձավ, հենց կոտրվեց այդ ամեն ինչը հենց այն ժամանակ, երբ որ Պարոն վարչապետը գնաց եւ սյունեցիները շատ ջերմ ընդունեցին իրեն եւ այն մարդիկ, ովքեր որ փողով կազմակերպված սադրել էին, չկարողացան հասնել իրենց նպատակին, նույնիսկ ես հիշում եմ ազգային ժողովը այն ժամանակ ես հարցազրույց եմ տվել եւ ասել եմ, որ եթե ես էլ ցանկանայի, այլ մարդ գար մեր մարզ, կարող էի 4-5 հոգի, 6 հոգի կազմակերպեի եւ նման տգեղ չնայած դա իմ դաստիարակությունը թույլ չէր տա, բայց նման երևույթ կարելի էր կազմակերպել եւ Սյունիքի մասով այդքանը կարող եմ ասել, իսկ հաջորդ հարցի հետ կապված արդեն երկրորդ հարցնա չեմ պատասխանի։ Պարոն Ավսիսյան, դուք նույնպես նշեցիք տարածող տեղեկությունները կաթողիկոսի հետ կապված, ուզում եմ հասկանալ արդյոք դուք ունեք փաստեր կամ եթե կան փաստեր արդյոք դուք ծանոթացել եք դրանց։ Ոչ մի փաստի ծանոթ չեմ, բայց եթե արված է երկար ժամանակ, հարց է բարձրացած եւ եթե հարցին չեն հերքում, չեն ասում, որ չի համապատասխանում իրականությանը, որոշ ժամանակ հետո դու կարողանում ես ենթադրություն անել, որ դա իրողություն է։ Այդ տրամաբանությամբ եմ ես հիմա իմ կարծիքներն ասում, իսկ որպես այդպիսին փաստ ես չունեմ։